կա այդպիսի կարծիք, որ հայերը շատ հումորով են։ Հիմա այս կարծիքը հիշում ենք ու գալիս ենք տարբեր ազգերի հետ կապված տարբեր իրականություններին։ Ինտելեկտուալ հումորի հիմնական վառ ներկայացուցիչները հին սերնդում եղել են նախ հրեաները, ամերիկացիք ունեն շատ լավ հումոր, անսպասելի տեղերում ու շատ լուրջ։ Ռուսների գրած մեկնաբանությունները, երբ որ կարդում ես, դա առանձին արդեն մշակութային գիծ է, որ ուզում ես Իլֆի Պետրովը դա գրական գործ է, չնայած դու ճիշտ ես, ֆորմատային առումով շատ չի տարբեր։ Հա, բայց հենց այսօրվա ժամանակակից բանում, երբ որ նայում ենք մեր մեկնաբանությունները ու երբեմն նայում են տարբեր ազգերի տարբեր մեկնաբանություններ, հումորի տեսանկյունից մենք տարվում ենք, ոչ միշտ, բայց հիմնականում։ Եվ այստեղ Աննայի տված հարցը հետաքրքիր է ինչու, վերջերս կարդում էի հոդված, որ ասում է փոքր ժամանակ երեխայի IQ-ն հասկանալու համար պետք է հասկանալ նրա հումորի արտահայտման աստիճանը։ Շատ համաձայն եմ։ Հա, այսինքն ոչ թե ինչպես է նա թվաբանությանը տիրապետում իր 3 տարեկանում կամ քանի լեզվով է խոսում, ոչ, բոլորովին։ Ինչպես է հումորով ցանկացած իրավիճակին արձագանքում։ Կկրկնես հարցը։ Ոնց անենք որ որակյալ Արդյոք մենք հումորով ենք։ Բարձ։ Ну, հա, մի կողմից հա, մյուս կողմից ես կուզենայի էլի տենց մի քիչ ավելի լայն կոնտեքստով նայել։ Ինձ թվում է մենք, քանի որ ապրում ենք ներկայի մեջ, չենք գնահատում ինչքան բան փոխվում են նաև դեպի լավը։ Եթե օրինակ ամեն մեկը այդ էքսպերիմենտը անեք, փորձեք գնալ նայել այն ինչ որ ձեզ շատ ծիծաղելի էր թվում մի 10-15 տարի առաջ ու այսօրվա աչքերով նայեք, վստահ եմ տենց շատ տարբերություն կլինի, օրինակ ես կինոներ եմ նայում, որ փոքր ժամանակ ուղղակի հրհրում էի, նույն էլեկտրոնիկա, հա, տենց սովետական ինչ որ կինոներ, որ մտածում եմ Բուրատինոն, չգիտեմ, այնտեղ բանը Ալիսա Մելաֆոնը, Գոստի из будущего, ինձ թվում է շատ կայֆ բան, մնամ ասում դեպրեսիվ կինոներ։ Հա, շատ դեպրեսիվ է ինքը, ու դանդաղ է ու անհետաքրքիր է մի խոսքով, բայց այն ժամանակ դա համարում է շատ հումորով։ Հետո շատ էլի ամերիկյան ու լավ, միանգամից դեպի տեղական, հա, այն ինչ որ մեզ թվում էր փոքր ժամանակ TV-ով կամ ինչ որ կինոներով շատ ծիծաղելի, հիմա վերանայում ես ու զգում ես, չէ, շատ ավելի ուրիշ են պահանջները, շատ ավելի որ առաջընթաց կա ու հիմա, քանի որ այտենց տարբեր բաներ ենք սպառում, գլոբալ շուկայի ապրանքներն ենք հումորային սպառում, մեր քիմքն էլ է ահագին լավացել, կամա թե ակամա, համ Ռուսաստանից ենք ինչ որ լավ կինոներ նայում, համ Ամերիկայից, հիմա այտենց ինչքան մուլտիպլեքս կա, մրցույթի մեջ են ու ինձ թվում է կա շատ լավ դինամիկա